Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախագահը, ազգային ժողովի նախագահը, երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Այնուհետև ոգեկոչման երթին մասնակցող ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։ Վեհափար Հայրապետի նախագահությամբ անմար կրակի մոտ կատարվեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ 2015 թվականից հետո, երբ սրբադասվեցին հայոց ցեղասպանության նահատակները, Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգի փոխարեն կատարվում է սրբերի բարեխոսական կարգ։ Նրանց մենք խնդրում ենք բարեխոսել մեզ համար Աստծո առաջ։ Արարողության ընթացքում Արշակ arczepiskopos Խաչատրյանը հիշատակում է բազմաթիվ սրբերի՝ Սուրբ Աստվածածնին, Հովհաննես Կարապետին, Ստեփանոս Նախավկային, Սուրբ մարգարեներին, վարդապետներին, մարտիրոսներին ու հայրապետներին, ճգնավորներին, կույսերին, զորավարներին ու երկնային զորություններին, հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, նրանց բարեխոսությամբ Տիրոջից խաղաղություն է հայցում։ Բարեխոսությամբ հիշատակավ եւ աղոթում սրբոց նահատակացն, որ կատարեցան ընթացս հայոց ցեղասպանության, վասն ավատող եւ վասն հայրենյաց, որոց այսօր է հիշատակ ըստաղություն եւ մեծ ողորմություն քո, պարգևյա մեզ մարդասետ է։ Վեհափար Հայրապետը խնդրում է Տիրոջից սիրով ու քաղցրությամբ նայել Աստծո արարածներին, բոլոր սրբերի բարեխոսությամբ ողորմություն եւ թողություն հայցում մեր մեղքերի համար։ Բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ աղաչանոք ամենայն սրբոց քոց եւ սրբոց նահատակացն, որ կատարեցան հնդածս հայոց ցեղասպանության, վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Բարեխոսական կարգից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վեհափար Հայրապետին մոտեցան տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այսօր, սիրելիներ, ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակած հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականած եւ մեր ազգի զավակած հետ միասին աղոթք վերառակեցինք առ Աստված, հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը եւ տառապանքը ուժի վերածելու, հաղթարելու մեր կյանքում արկա դժվարությունները եւ նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը եւ կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը եւ ողորմությունը այսօր եւ միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց։ Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրեց լրատվամիջոցներին Սուրբ Էջմիածնի մայր տաճար, որտեղ պատարագի ընթացքում հնչեցրեց իր խոսքը հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով։